Բարև իմ անուշիկներիս, այսօր ես ձեզ կներկայացնեմ Տորկ անգեղի առասպելը։ Ըստ Մովսես Խորենացու հայոց պատմության Տորկ անգեղը Հայկ Նահապետի թոռ Պասքամի որդին է։ Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է, որին տգեղության պատճառով անգեղ են կոչել։ Տորքը ձեռքով որձաքար, ապարաժները ճեղքում, եղունգներով տաշում, դարձնում տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակում։ Տորկը անգեղը մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական։ Առյուծները և վագրերը նրան տեսնելիս մոտ էին գալիս, կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան։ Մի գարուն Տորքին թախիծ է պատում, որից նա ազատում չէր գտնում։ Օրեր, գիշերներ թափառում էր նա, թախծոտ աչքերն արևին հարած։ Աստղիկ դիցուհին վերևից տեսնելով նրան իջնում է նրա մոտ և հարցնում տխրության պատճառը։ Տորքը պատասխանում է, որ իր թախծի պատճառն իր միայնությունն է, առանց սիրո մնալը և ով կսիրի իր նման աժդահա ու տգեղ մեկին։ Եվ սիրո դիցուհին նրան հայտնում է չքնաղկույս Հայկանուշի մասին, որը միայն կարող է սիրել Տորքին։ Տորքը գտնում է գեղեցկուհուն, փոխադարձ սեր գտնում նրանից և թախիծը փարատում։ Տորկ անգեղը չի գործածում ոչ թուր և ոչ նետ, այլ միայն իր տեսքով սարսափ է ազդում թշնամիների ու չարագործների վրա։ Բայց երբ նրանք երես են առնում, այն ժամանակ նա դիմում է ուժին։ Չարժե նրան զայրացնել, որովհետև այն ժամանակ արդեն փրկություն չի լինի։ Մի անգամ թշնամիները նավով գալիս են Պոնտական կամ Սև ծովի ափ և այնտեղից հարձակվում հայոց բնակավայրերի վրա։ Մեծ ավերածությունների ու կոտորածի լուրը հասնում է Տորքին, և նա ելնում է թշնամիների դեմ։ Վերջիններս սարսափած նրա վիթխարի հասակից, ամեհի ուժից և իրենց շարքերում գործած կոտորածից վազում են դեպի Պոնտոսի ափ, իրենց նավերով փախչելու հսկայից։ Տորքը մի փոքր ուշ է հասնում, երբ թշնամիների տորմիղը ափից բավականին հեռացել էր և ինքն այլևս չէր կարող հասնել նրանց։ Եվ գազազած հսկա լեռներից բլրաչափ ժայռեր է պոկում ու նետում նրանց ետևից։ Ծովում, ժայռերի անկման վայրում զորեղ ալեկոծություն է բարձրանում և թշնամիների նավերը խորտակվում են։ Տորքը չէր նման հասարակ մարդու, այլ մի աժդահա և շատահարգու, աչքերը կասես մի կապույտ ծով, ճաճանչավորված արևի լույսով, սև ունքերը մութ ամպի նման, բարդ կուտակված աչքերի վրան, քիթը կորնթարդ իբրև մի բլուր, ատամներն ուրակ, եղունգները թուր, կուրծքը կասենաս մի լանջ է լեռան, մեջքը սարաժայռ մի լանջ է լեռան։ Մի խոսքով մի դև և ոչ թե հսկա, ոչ ոք տեսած չէր այսպես աժդահա։ Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ 50 գոմեշ չունեին